Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումները բիզնեսի տարբեր շերտերին։ Մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը ազատվում է հարկերից, այսինքն 0 հարկ միկրոբիզնեսի համար, բայց մինչև 60 միլիոն դրամ տարեկան։ Այստեղ ես չեմ ուզում, ասենք, պոպուլիզմի գիրք ընկնել կամ ռացիոնալիզմից դուրս գալ, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան 60 միլիոն դրամ դա իրոք շատ փոքր միկրոբիզնես է, ասենք կարող է կարկատնակների, այսպես մոդայիկ դարձած, ուրեմն թխելով վաճառեն կամ փոքր ինչ-որ կրպակ աշխատացնեն, մինչև 60 միլիոն դրամ, 0% հարկ։ 60-ից 180 միլիոն դրամ տարեկան շրջանառության հարկը 1%։ Սա իհարկե ենթադրում է, որ աշխատողների եկամտահարկը պետք է պաշտպանվի, սրա այլ բան է մաստ է խոսքը։ Շրջհարկը, գիտեք, փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին, մենք շրջանառության հարկը մինչև 180 միլիոն դրամը տարեկան, հիմա 115-ի կարգ է, մենք բարձրացնում ենք շեմը, 180 միլիոն մինչև 1% հարկ են վճարում, բնականաբար ՀԴՄ-ն խփելով, որպեսզի մենք շրջանառությունը ֆիքսենք։ Այս թվերը պատահական չեն վերցրել ենք նաև Վրաստանի օրինակը եւ այլ համանման երկրների օրինակները։ Ավելացված արժեքի հարկը հիմա գիտեք 20% է, մենք առաջարկում ենք 17%, հիմա կասեմ թե ինչու։ Եվ շահութահարկը առաջարկում ենք 14%, հիմա կասեմ թե ինչու։ Ուրեմն մենք Վրաստանի հետ, քանի որ պատրաստում ենք եւ կոոպերացիան խորացնել, եւ Վրաստանը մեր ամենահամեմատելի հարևանն է, պետք է ունենանք համեմատաբար ավելի լիբերալ եւ ավելի թեթև հարկային դաշտ, քան Վրաստանն։ Վրաստանում ավելացած արժեքի հարկը 18% է, մենք 17 ենք առաջարկում մեր մոտ, որպեսզի ներդրումները այստեղ էլ գան։ Վրաստանի մրցակցային առավելությունները պետք է մենք փորձենք խրախուսել ցածր հարկային բազայով։ Եվ շահութահարկը այնտեղ 15-ը մենք 14% ենք առաջարկում։ Ուրեմն այս պայմաններում հայտնի տնտեսագիտական մոդել կա, որի անունը դրեցին մի ժամանակ Ռեյգանո էկոնոմիկա, իսկ գիտական շրջանակներում որպես Լաֆերի կոր, սա այն դեպքն է, երբ որ կարճաժամկետում, երբ որ դու հարկերը իջեցնում ես, միգուցե բյուջետային մուտքերը կարճաժամկետում պակասեն, բայց միջնաժամկետում եւ երկարաժամկետում բյուջետային մուտքերը ավելանալու են մասշտաբի էֆեկտով, որովհետեւ բիզնեսը զարգանալու է եւ քանակական եւ որակական առումով, եւ դու ստանալու ես բյուջեի լրացուցիչ մուտքեր։ Հիմա հարց կառաջանա, բա այդ ճեղքվածքը կարճաժամկետում ինչպես ենք լրացնելու։ Ուրեմն Հայաստանը աշխարհի ամենացածր մոնետիզացված տնտեսությունը ունի։ Սա մի քիչ մասնագիտական ձևակերպումով ասվեց, ես այսպես ասեմ, եթե վերցնում ենք մեր տնտեսությունը համախառն ներքին արդյունքը, անհրաժեշտ է փող, որպեսզի այդ ապրանքներն ու ծառայությունները գնվեն, վաճառվեն եւ այլն։ Փողի մասսան Հայաստանում, կանխիկ փողը եւ անկանխիկ փողը միասին, համախառն ներքին արդյունքի 42%-ն են կազմում 25 թվականի տվյալներով։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կրկնակի բարձր է կանխիկ փողի շրջանառությունն ու անկանխիկինը։ Այսինքն փողի մասսան ավելի շատ է։ Հիմա այստեղ փողի մասսան փակել են, որպեսզի իբր ինֆլյացիայի դեմն առնեն, բայց համ ինֆլյացիա կա գների աճը, համ էլ տնտեսությունը խեղդվում է փողի բացակայությունից։ Մենք այս կարճաժամկետի համար դրամական զանգվածի ավելացում կանենք, օրինակ Չինաստանի պես երկիրը 100%-ից ավել մոնետիզացիա ունի, դրամական զանգված ավելի շատ է, քան համախառն ներքին արդյունքը, բայց այնտեղ 0% է ինֆլյացիան։ Որովհետև իրանք պետական ֆինանսավորմամբ արտահանման ուղղված բիզնեսի, ենթակառուցվածքների, ռազմաարդյունաբերության ֆինանսավորում են իրականացնում, որը տնտեսությանը զարգանալու շնչելու հնարավորություն է տալիս։ Մենք հենց դա էլ անելու ենք։ Այսինքն դրամական զանգվածի ավելացում, բայց որը չի հանգեցնելու գնաճին, որովհետև դա ոչ թե տպվելու է ու բաժանվի, այլ այդ փողը դրվելու է բիզնեսի մեջ, արտադրության մեջ, ենթակառուցվածքների մեջ եւ արտահանելի կամ ներմուծման փոխարինման ուղղությունների մեջ։ Ահա սա է այն իրատեսական մոտեցումը, որը մենք առաջարկում ենք,
Կլինեն նաև բիզնեսի տեսակներ, օրինակ ոնց որ ոսկու շուկան է կամ մյուս առևտրի ոլորտներն են, որտեղ մենք կառաջարկենք հաստատագրված վճարներ, որպեսզի եւ հաշվապահությունը հեշտ լինի հարկային այդ մարմինների հետ կապված իրականացնել եւ բիզնեսը հեշտ վարել։ Սա է մեր մոտեցումները եւ այս խաղի կանոնները ներդրվելու են Հայաստանի Հանրապետությունում։